Հունիսի 4-ին աշտարակի ձորի այս հատվածում երկու երիտասարդ վիճաբանել են, ապա նրանցից մեկը դանակով 4 անգամ խփել է մյուսին ու վերադարձել տաղավար համակուրսեցիների մոտ։ Նրանց միջև վիճաբանությունը սկսվել է հենց տաղավարում։ Թեժանալուց հետո ներկաներից մեկը մերսեդեսով նրանց հեռացրել է տարածքից, բերել այն վայրը, որտեղ էլ տեղի է ունեցել դեպքը։ Մեքենայի վարորդը առնաքանվող տուժողին տեղափոխվել է Եղվարդ, ապա վիճակը ծանրանալուց հետո հասցրել Երևան Արմենիա բժշկական կենտրոն։ Հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժին ստացված հաղորդման համաձայն նա ստացել էր պարանոցի կտրած ծակած վերք, կրծքավանդակի աջ կեսի կտրած ծակած 1 թափանցող և 2 չթափանցող վերք։ Տուժողը հիվանդանոցում հայտարարել էր, որ վիճաբանության ժամանակ իրեն դանակահարել է անծանոթ մեկը։ Ոստիկանության աշտարակի բաժնի ծառայողները Մաշտոցի բաժնի գործընկերների հետ համատեղ ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումներով վերականգնել են դեպքի հանգամանքները։ Պարզվել է, որ տուժողը թաքցնում է դեպքի իրական հանգամանքները, իրականում իրեն հարվածել է դանակով ոչ թե անայդ քաղաքացի, այլ իր համակուրսեցի Սամվել Հովհաննիսյանը։ Վերջինիս հարազատների տարված բացատրական աշխատանքների արդյունքում Սամվել Հովհաննիսյանը ներկայացել է ոստիկանության աշտարակի բաժին։ Սամվել Հովհաննիսյանը Երևանի բնակիչ է։ Նա ոստիկաններին հայտնել է, որ վիճաբանություն ծեծկռտուքի ժամանակ է դանակը գետնից գտել ու հարվածել։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ։ Քննությունը շարունակվում է։